Ամեկ+-ի հյուրասրահում է ազգային ժողովի պատգամավոր ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։ Պարոն Ուրիխանյան, որպես լեզվաբան եւ իրավաբան, բացատրեք ինձ խնդրեմ, ինչ է նշանակում արդյունավետ չեն օգտագործվել պետության բյուջեի գումարները։ Երբ որ ես երեք հարց տվեցի հարգելի վերահսկիչ պալատի նախագահ, այ մասնավորապես այդ արդեն այսպես նույնիսկ մի քիչ իր իմաստը փոխած զուգարան կոչվող երևույթների մասին, ով է կրելու վերջին հաշվով պատասխանատվություն, արդյոք մարդկանց, եւ այդ ձևակերպումն էլ հենց հնչեց, հացից ու դեղից զրկածները, որովհետև դա մարդկանց ժողովրդի պետական փողերն են, միջոցներն են, չեն կրելու դրա համար պատասխանատվություն, ինչու նյութերը չեք ուղարկում դատախազություն, քրեական գործ հարուցելու ակնկալիքով, հնչեց պատասխան, քրեաիրավական հիմք չկա, որովհետև ստուգել ենք, իրապես գնել են այդ գնով, այսինքն 150,000-ից ավելի դոլար կարելի էր տալ զուգարանի համար։ Իրապես գնել են այդ գնով, իրապես մաքսազերծել են համապատասխան, այսինքն իրականում չեն յուրացրել գումարները։ Եվ ահա սա է նշանակում, ուղղակի անարդյունավետ, հասկանում եք, անարդյունավետ ծախսել են։ Հարց եմ տալիս, բա լավ, միամտաբար այդ հաց ու դեղ չունեցող մարդկանց, հաշմանդամներին, ծայրահեղ աղքատներին ոչնչացնելու համար չկանխամտածված ասել է թե սպանություն, թեկուզ ճակերտների մեջ գործելու համար, որևէ մեկը չի կրելու քրեական պատասխանատվություն։ Գոնե այդ առումով ինչու նյութերը չեն ուղարկվում դատախազություն, էլի պատասխանները ինչ որ կերպ չտվեցին որևէ ողջամտություն, առնվազն ինձ համար։ Ես գտնում եմ, որ այո, պիտի անպայման դրան հետևեն լուրջ պատիժներ, սևով սպիտակի վրա գրված օրենքի բերմամբ բոլոր հետևանքները պիտի անպայման վրա հասնեն այն մարդկանց, ովքեր դա իրենց թույլ են տալիս, եւ այստեղ բավարար չէ միայն նույնիսկ պաշտոնազրկումը, պաշտոնից ազատելը եւ գործից վռնդելը, բավարար չէ, հակառակ դեպքում շատ ճիշտ սկսեցիք դուք, լրագրողական հոդվածից փաստը ներկայացնելուց ցանկացած ժանրով ու ոճով դեն այս գործը չի անցնում եւ վերահսկիչ պալատի գործառույթներն էլ սահմանափակվում են այսքանով։ Այս քննարկման ժամանակ հանրապետական падգամավորները օգտագործում էին անդիմության բառապաշարը, թալանչիներ եւ այլն։ Ինչով է դա պայմանավորված եւ ինչ արդյունքների դա կարող է բերել։ Գիտեք ինչ կա, միգուցե հռետորաբանության խնդիր կա, հռետորաբանությամբ վարկանիշ բարձրացնելու խնդիր կա, բայց կարծում եմ, որ դա մեդալ է, որը միանշանակ ունի իր հակառակ կողմը եւ հանրությունը շատ լավ հասկանում է, այսինքն հակառակ էֆեկտ է լինելու, բումերանգի էֆեկտ է լինելու։ Հանրությունը շատ լավ հասկանում է, որտեղ է ցինիզմը, որտեղ է ձևականությունը, որտեղ է իրական պահանջատիրությունը եւ որտեղ ենք ակնկալում իրական հետևանքներ։ Այսինքն գիտեք ինչ կա, քաղաքական մեծամասնությունը լրջագույն լծակներ ու հնարավորություններ ունի պատասխանատվության կանչելու, ենթարկելու յուրաքանչյուր այն պաշտոնատար անձին առհասարակ քաղաքացուն, ով որ իրեն թույլ կտա օրինազանցություն կամ չկանխամտածված լրջագույն հետևանքներով, այսպես ասենք, քրեաիրավական հիմքեր չունեցող չկանխամտածված այլանդակություններ։ Ունեն այդ հնարավորությունները, ինչու չեն անում։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Իմ զրուցակիցն էր ազգային ժողովի падգամավոր ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։